Հայաստանում բուհական կրթությունը պետք է լինի անվճար։ Հարևան Վրաստանում նա արդեն իսկ անվճար է։ Ինչն է խանգարում մեզ, որպեսզի Հայաստանում հայ ուսանողը ևս գումար չվճարի ուսման համար։ Ընդհանրապես պահանջում է մոտավորապես պետական ներդրում 30 միլիարդ դրամ գումարի չափով, մեզ հնարավորություն տալու առաջին, որ ուսանողը իրապես զբաղվի կրթությամբ եւ ուսանողի ծնողները միևնույն ժամանակ ազատված լինեն ուսանողի վարձ վճարելու պարտականությունից, ուսանողին Երևանում բնակվելու վարձ հայթայթելու հնարավորությունից եւ ուսանողին անընդհատ տեղափոխման, տրանսպորտային եւ այլ ծախսերը կատարելու այդ գլխացավից ազատված լինեն։ Այդ գումարների դիմաց պետությունը ստանալու է կիրթ, որակյալ մասնագետներ եւ պետությունը եւ մեր ընդհանուր էթնոսը հնարավորություն է ստանալու, որպեսզի մեր կողքը ապրող ուսանողների շրջանում ծնվեն նոր Աղբալյաններ, նոր Շիրազներ, նոր խորենացիներ թեկուզ պատմության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, աշխարհագրության մասնագետներ, որոնք կշենացնեն մեր երկիրը։ Մենք այս երկիրը պետք է հանձնենք այդ սերնդին եւ այդ սերունդը պետք է իմանա, որ մենք նրանց համար պետք է ապահովենք անվճար բուհական կրթություն։ Դա մեծ ծախսեր չեն, դրանք պահանջված ծախսեր են եւ այդ ծախսերը հնարավորություն կտան, որ մեր հանրույթը, մեր էթնոսը դառնա ել ավելի կրթված, ել ավելի զարգացած եւ նորագույն տեխնոլոգիաներին դեմ հանդիման կանգնած։